Նախորդին Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ 2030-ին Եվրամիության նոր անդամներ կարող են դառնալ Ալբանիան, Մոնտենեգրոն, Մոլդովան եւ Ուկրաինան։ Անցյալ տարի հենց այս օրերին մեր գործընկեր կուսակցությունների քաղաքասարակության ներկայացուցիչների հետ մենք ստորագրահավաք էինք անցկացնում այս հարցով համոզմամբ, որ եթե առանց վախի ձգձգումների դուրս գանք ԵԱՏՄ-ից, ներկայացնենք Եվրամիության անդամակցության հայտը եւ մեկնարկենք բանակցություններ, Հայաստանը եւս կարող է մտնել 2030-ի Եվրամիության ընդլայնման ժամանակացույցի մեջ։ Ինչ պետք է անել հիմա։ Քաղաքական քաջություն, արագ որոշումներ, անհապաղ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, պետք է ներկայացնել Եվրամիության անդամակցության ճանապարհային քարտեզ։ Պետք է ստեղծել Եվրամիության անդամակցության հարցերով փոխվարչապետի կամ հատուկ հանձնարարություններով դեսպանի կամ նախարարի պաշտոն, բոլոր նախարարություններում Եվրամիության անդամակցության հարցերով վարչություններ հստակ պարտականություններով։ Պետք է սկսել խորքային բարեփոխումներ, անկախ դատական համակարգ, հակակոռուպցիոն անզիջում պայքար, էներգետիկ ինքնաբավություն եւ շուկայի ազատականացում եւ ամբողջական թվայնացում։ Եվրամիության անդամակցության պաշտոնական դիմումը պետք է ներկայացնել 2026 թվականի մայիսի 4-ին, երբ եվրոպական բոլոր պետությունների ղեկավարները կլինեն Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի առիթով։ Սա կարող է դառնալ Հայաստանի պատմական շանսը, հեռանկարը եւ խաղաղության արխավատչան։